Այս փոքր երեխան արդեն 5 տարեկան է, բայց 8 անգամ բրոնքներից պարկել է հիվանդանոց, այս խոնավության պատճառով։ Ցրտաշունչ ձմեռը մի քանի անգամ բազմապատկել է առանց այն էլ մեծաթիվ խնդիրներ ունեցող Երևանյան հանրակացարանների բնակիչների հոգսերը։ Վթարային իրավիճակին մշտական խոնավությանը գումարվել են ջրատար խողովակների սառցակալումը, ինչի հետևանքով դրանք շարքից դուրս են եկել։ Վարդաշենի հանրակացարանի բնակիչների խոսքով անմարդկային սանիտարահիգենիկ պայմաններ են։ Ոչ չեն կարողանում չորացնենք մի խոսքով։ Այս ամբողջ տան վիճակը դա է, արդեն Սպալնիայում, որ արդեն ճաքեր է գնում։ Լրիվ ճաքեր է։ Էլ չեմ ասում վաղնիկ զուգարան է, չեմ ասում մի խոսքով խոնավության մեջ են ճպճպում։ Խոնավությունն այստեղ խնդիրներից նվազագույնն է։ Մարդիկ օգտվում են խարխուլ սառցակալած հիգիենայի տարրական պայմաններից զուրկ սանհանգույցներից։ Սա մեր լվացարանն է, որ ընդհանուր օգտվում ենք այս լվացարանով, ափս ենք լվանում, ջուր ենք վերցնում խմելու, երեխեք այստեղ լվացվում են։ Հնարավոր չի սենց ապրել։ 5 տարեկան թոր եմ պահում երեխա։ Ստիվաս եկել ենք շոյոտիկ մանկապարտեզ զուգանի պատճառով, ինչ անենք բա։ Ստե ահավոր վիճակը, հլն գետնի վրան նայեք, սառույցը։ Այս զմռան ընթացքում վիճակը բարդացել է նաև Արցախի փողոցում գտնվող 10-րդ հանրակացարանում։ Կոյուղի չկա, տներից դուրս եկող ինքնաշեն խողովակները ցրտից պայթել են, կոյուղաջրերը լցվել բակ։ Այս ամբողջ շենքի կոյուղին, հա? Չէ, մի քանիսի, բայց ընդեղից է կոնկրետ։ Ընդհանուր կոյուղի խցանված է, եկել են աշխատանքներ կատարեն, չեն կարողացել։ Շենքը փլուզվել է ու փողեր կիսատ գնացել։ Կոյուղաջրերը չեն խնայել նաև որոշ բնակարաններ։ Էսի առաջի հարգնա, վերևի հարգերից սանգահանգուստները տների մեջնա, սառելա, ամբողջ կեղտը լցվել էր այս առաջի հարգի հարևանի տունը։ Այս վիճակն է, անդադ իրանք հատակացնում են, հենա երևում ասեմ, տակացնում են, բացում են, էլի նորից սառմա, նորից բանա լինում։ Այս շենքում եւս բնակիչներն օգտվում են ընդհանուր սանհանգույցից։ Որոշ հատվածներում ամանորին նույնիսկ ջուր չեն ունեցել։ Տեսնում ենք որտեղից որ գալիս է, անընդհատ տրուբաներ ենք փոխում, այստեղից միացնենք, այնտեղ որ նայեք շենքը ամբողջությամբ տրուբաներով պատված է։ Ով որ կողմից հասցնում է, նույնիսկ նոր տարվա օրով մենք ջուր չենք ունեցել։ Գնում ենք մեկի դուր ծեծումը, որ կարողանա 2 դուր ջուր վերցնել ինչ-որ գործ կատարելու համար։ 4-րդ կարգի վթարային հանրակացարանում խնդիրներն այսքանով չեն ավարտվում։ Պատերը սանդուղքները գնալով փլուզվում են։ Այն անգամ լավ է երեխան չի վնասվում, մի հատ փոքր 3 տարեկան երեխա աստիճանների վրա անկել է նորից։ Տարական կոմունալ պայմաններից զրկված բնակիչներին հատկապես զայրացնում են ամեն ամիս իրենցից պահանջվող վճարումները, ինչպես նաև այդ պայմաններում մեծացած երեխաներին պարտադիր բանակ զորակոչելը։ Ստեղից սալդատ են տանում, ստեղ զոհ ենք ունեցել, ստեղ երեխեք ունենք, քանի հատ երեխա ունենք, որ հաշվանդամադար է, չի կարողանում ծառայի։ Բնակիչների խնդիրներին Երևանի քաղաքապետարանում ծանոթ են, սակայն դրանց լուծման համար անհրաժեշտ միջոցները բավարար չեն, Ազատության հետ զրույցում ասաց փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը։ Ըստ պաշտոնյայի բնակիչներին վերաբնակեցնում են միայն 4-րդ կարգի վթարայինների դեպքում։ Վարդաշենի հանրակացարանը 3-րդ կարգի վթարային է, այդ պատճառով առայժմ այդ շենքի բնակիչներին չեն վերաբնակեցնի, իսկ Արցախի փողոցի 10-րդ շենքի բնակիչներին կվերաբնակեցնեն հավանաբար 2018 թվականի վերջին։ Քանի որ այս բանը չկա բյուջեում նախատեսված, նախատեսում ենք առկա խնայողությունների հաշվին որոշակի գումար, ինչքան որ հնարավոր կլինի խնայել, նախատեսել, որպեսզի տրվի շենքի կառուցման սկիզբ։ Մենք ունենք տարածքներ առանձնացրած նախկին վթարային շենքերի տեղում, որտեղ արդեն գիտենք, որ կարող է կառուցվել շենքեր, եւ արդեն մնացորդային գումարը նախատեսել 2018 թվականին եւ շենքը փորձել ավարտել 2018 թվականի տարեվերջին։ Սա մոտավոր ժամկետներն են, որոնք այսօր կարող էի հնչեցնել։ Ինչ վերաբերում է ձմռանը հանրակացարաններում ստեղծված խնդիրներին, փոխքաղաքապետն ասաց. Ես խորապես համոզված եմ եւ տեղում եղել եմ նաեւ ամռանը, գարնանը, աշնանը բոլոր ժամանակահատվածներում, իրենց պայմանները ցավոք շատ վատն են եւ կարող է ցուրտ ձմեռը ոնց որ բոլորին, նենց էլ այդ թվում իրենց մի քիչ ավելի շատ խնդիրներ առաջացրել է։ Բայց իրենց պայմանները ես նշեցի խոսքից առաջ, որ այսօրվա դարում այդ հանրակացարանային պայմանները հենց այդ հատվածում ու այն վիճակով որ կա, իրականում վատ են շատ։